Փետրվարի 5-ի երեկոյան Երևանում գրանցված միջադեպը շատ արագ հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։ 24-ամյա պայմանագրային զինծառայողը, ով այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բուժում ստանալով Մուրացանի զինվորական հոսպիտալում։ Դեպքը տեղի ունեցել Նուբարաշեն վարչական շրջանում, Պաշտպանության նախարարության Զորամասին հարակից տարածքում։ Այս փաստը կարևոր է, այն ցույց է տալիս, որ միջադեպը ոչ թե պատահական քաղաքային միջավայրում է, այլ ռազմական նշանակության օբյեկտի տարածքում, որտեղ կան անվտանգության կանոններ եւ վերահսկողություն։ Այս տեսանյութը ներկայացնում է միայն հաստատված փաստեր, բժշկական իրավական եւ զինվորական կոնտեքստում, առանց ենթադրությունների եւ սենսացիոն կարծիքների։ Փետրվարի 5-ին ժամը 8:30-ի սահմաններում շտաբ օգնության ծառայությունը հաղորդում է ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Զորամասին հարակից տարածքում կա քաղաքացի, ով ծայրահեղ ծանր վիճակում է։ Տուժածը շտաբ տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Բժիշկների նախնական գնահատմամբ նա գտնվում էր անգիտակից վիճակում եւ անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ գնահատվել է ծայրահեղ ծանր վիճակ։ Անմիջապես դեպքի վայր է ժամանել ռազմական ոստիկանությունը, պարզելու իրավիճակի հանգամանքները։ Պարզվել է, որ տուժածը պայմանագրային զինծառայող է, նա 24 տարեկան է, Կոտայքի մարզի բնակիչ եւ ծառայում է Նուբարաշենում տեղակայված Զորամասում։ Պայմանագրային զինծառայողի կարգավիճակը ենթադրում է, որ ծառայությունը իրականացվում է գիտակցված որոշմամբ եւ պայմանագրի հիման վրա։ Այս հանգամանքը էական է, քանի որ ցանկացած միջադեպ պայմանագրային զինծառայողի հետ վերցնում է առավել լուրջ իրավական եւ վարչական բնույթ։ Տուժածը գտնվելով անգիտակից վիճակում չի կարողացել ցուցմունք տալ, ինչը քննությունը դարձնում է բարդ եւ կախված բժշկական փաստաթղթերից ու վկաների ցուցմունքներից։ Նախնական հետաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողը ենթարկվել է խմբակային ծեծի։ Այն տարբերվում է միայն մեկ անձի գործողությունից, միաժամանակ ներգրաված են եղել մի քանի անձինք, ինչը առաջացնում է համակարգային եւ քրեական պատասխանատվության հարցեր։ Այժմ պաշտոնապես չի հրապարակվում, քանի անձ է մասնակցել միջադեպին, միջադեպի ճշգրիտ հանգամանքները, մասնակիցների կարգավիճակը։ Այս տվյալները գտնվում են քննական գաղտնիության տակ դատական ընթացակարգի ապահովման վրա։ Տուժածը վիրահատվել է, ունի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում դեմքի եւ աչքերի շրջանում։ Բժիշկները գնահատել են նրա վիճակը որպես ծայրահեղ ծանր, կյանքին անմիջական վտանգ ունեցող։ Տուժածի վիճակը վերահսկվում է մշտական հսկողության ներքո, բժիշկների կողմից կիրառվում են առաջադեմ բժշկական մեթոդներ, ներառյալ վիրահատական միջամտություններ, հետվիրահատական մոնիթորինգ եւ հոգեբանական աջակցություն։ Դեպքի վայր են ժամանել ռազմական ոստիկանության ծառայողները։ Նրանք կազմել են փաստաթղթեր եւ փոխանցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն հետաքննության համար։ Քննության ընթացքում օգտագործվում են տեսախցիկային նյութեր, վկաների ցուցմունքներ, բժշկական փաստաթղթեր, օպերատիվ տվյալներ։ Այս գործողությունները նպատակ ունեն ստեղծել ամբողջական եւ հստակ պատկեր դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Դեպքը տեղի ունեցել Զորամասին հարակից տարածքում, որը ունի սահմանափակ մուտք եւ վերահսկողություն։ Այնուամենայնիվ, միջադեպը ցույց է տալիս, որ բոլոր ռիսկերը հնարավոր չէ կանխատեսել, եւ անվտանգության համակարգը պարտադիր պետք է լինի առավել արդյունավետ։ Անվտանգության խնդիրները ընդգրկում են տեսախցիկային վերահսկողության արդիականացում, ծառայողների հատուկ կանոնների ներդրում, ներգրավվածության գնահատում, վկա իրավական մակարդակով։ Պայմանագրային զինծառայողները բանակի կարևոր մասն են։ Նրանք ծառայում են ոչ պարտադիր զորակոչով, այլ գիտակցված որոշմամբ, պայմանագրի հիման վրա։ Այս կարգավիճակը ենթադրում է պարտականությունների կատարման բարձր մակարդակ, կարգապահության պահպանություն, ծառայողական կանոնների եւ ընթացակարգերի հետևում։ Այն նաև սահմանում է պատասխանատվության ձևերը ցանկացած միջադեպի դեպքում, անհատական եւ համակարգային։ Ծառայության ընթացքում հնարավոր են կոնֆլիկտներ, որոնք ծագում են դիրքերի տարբերությունից, պարտականությունների բաշխման խոչընդոտներից, ղեկավարների եւ ենթակաների միջև հարաբերությունների բարդությունից։ Այս միջավայրում ցանկացած անհասցե կոնֆլիկտ կարող է էսկալացնել եւ հանգեցնել բռնության, հատկապես եթե տեղայնորեն վերահսկողությունը խիստ չէ։ Ներքին հարաբերությունները, խմբային հարաբերությունները եւ ղեկավարության գործողությունները համակցված ստեղծում են միջավայր, որտեղ հնարավոր են միջազգային հակասություններ։ Այս միջավայրում ծառայողները ստիպված են հետևել կանոններին եւ զսպել անհատական հակադրությունները, սակայն երբ խախտվում են սահմանները, փոքր կոնֆլիկտը կարող է վերաճել ծանր միջադեպի։ Ծառայողական կոնֆլիկտները չեն լինում միշտ հրապարակային։ Որոշ դեպքերում դրանք սահմանափակվում են Զորամասի ներսում, ինչը դարձնում է քննությունը դժվար եւ պահանջում լրացուցիչ փաստարկներ, վկաների հարցաքննություններ, տեսախցիկների տվյալների վերլուծություն, բժշկական փաստաթղթեր։ Այս գործողությունները թույլ են տալիս հասկանալ դեպքի հանգամանքները եւ գնահատել պատասխանատվության աստիճանը։ Տուժած զինծառայողը տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Այդ քայլը ապահովեց, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն, վիրահատություններ, մշտական հսկողություն եւ հոգեբանական աջակցություն։
Բժշկական անձնակազմի գործողությունները կարևոր են կյանքի պահպանման համար, ինչպես նաև հետագա իրավական ընթացակարգերի համար, քանի որ վնասվածքների բնույթը որոշում է մեղադրանքի հիմքերը։ Նուբարաշենի զորամասին հարակից տարածքներ ունեն վերահսկողության հատուկ կանոններ, բայց միջադեպերը ցույց են տալիս, որ բոլոր ռիսկներն ու հնարավոր խախտումները կանխատեսելի չեն։ Անվտանգության միջոցառումների ընդլայնումը, տեսախցիկներ, վերահսկողություն, ծառայողների հետ հատուկ կանոններ կարող են նվազեցնել միջադեպերի հավանականությունը, բայց չի բացառում դրանց բոլորովին։ Ռազմական ոստիկանությունը անմիջապես արձագանքել է դեպքին, դեպքի վայրը այցելելով, վկաներից ցուցմունքների հավաքելով, փաստաթղթեր կազմելով, դեպքը փոխանցելով քննչական կոմիտե։ Նրանց աշխատանքը ապահովում է նախնական տեղեկատվություն հստակություն եւ նպաստում հետաքննության թափանցիկությանը։ Այս միջոցառումները նաև նպաստում են ապացույցների պահպանման եւ հետագա իրավական գործընթացների հստակությանը։ Տուժած զինծառայողի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է եւ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Բժշկական թիմը կատարում է վիրահատություններ եւ բժշկական միջամտություններ, մշտական մոնիթորինգ, հոգեբանական աջակցություն, հետվիրահատական վերահսկողություն։ Այս գործողությունները կենտրոնացված են կյանքի փրկման եւ հետագա լիարժեք առողջացման վրա։ Հասարակությունը հետևում է միջադեպին մեծ ուշադրությամբ։ Այդ հետաքրքրությունը պայմանավորված է զորամասերի անվտանգության խոցելիության հարցերով, զինծառայողների առողջության եւ կյանքի պահպանման կարեւորությամբ, տեղեկատվության բացակայության կամ սահմանափակությամբ։ Մասնագիտական լրատվամիջոցները ապահովում են միայն հաստատված տեղեկատվությունների հրապարակումը, կանխելու ապատեղեկատվության տարածումը։ Դեպքը բարձրացնում է բանակի անվտանգության վերաբերյալ մի շարք կարևոր հարցեր։ Զորամասերին հարակից տարածքների վերահսկողություն, տեսախցիկային հսկողության արդիականացում, ծառայողների մասնագիտական պատրաստվածություն կոնֆլիկտային իրավիճակներում, ներքին կանոնների եւ կարգապահության խստացում։ Սա կարևոր է ոչ միայն այս դեպքի կանխարգելման, այլև զինվորական համակարգի անվտանգության ամրապնդման համար։ Քննությունը շարունակվում է եւ իրավական գնահատականը կտրվի փաստերի ամբողջական վերլուծության հիման վրա։ Եթե հաստատվի խմբակային բռնությունը եւ ծանր մարմնական վնաս պատճառելը, մեղավորները կանգնեցվելու են օրենքի ողջ խստությամբ առաջ։ Այս փուլում առաջնային ուշադրությունը կենտրոնացած է տուժածի կյանքի պահպանման վրա, փաստերի հավաքման եւ վերլուծության վրա, մեղավորների որոշման եւ բաժի գործընթացի ճշգրտության վրա։ Փետրվարի 5-ի միջադեպը Նուբարաշենում հիշեցնում է, որ նույնիսկ ռազմական վերահսկվող տարածքներում հնարավոր են ծանր հետևանք ունեցող միջադեպեր։ Տուժած զինծառայողի կյանքը դեռ պայքարում է, բժիշկները փորձառություն ու ջանքեր առաջնայինն են, իրավապահ մարմինները աշխատում են արագ եւ ճշգրիտ, ապահովելու հետաքննության ամբողջականությունը։ Հասարակությունը հետևում է դեպքին, ակնկալելով արդար եւ թափանցիկ գործընթաց, որը կպահպանի զինծառայողների անվտանգությունն ու վստահությունը բանակի համակարգում։ Այս դեպքը կարևոր ազդակ է բոլորին՝ ծառայողների, ղեկավարների եւ հասարակության անվտանգության եւ պաշտպանվածության անհրաժեշտության վերաբերյալ։ Ի վերջո, պատժի եւ վերականգնման գործընթացը չի սահմանափակվում միայն մեկ անձի ճակատագրով, այլ անդրադառնում է բոլոր զինծառայողների կյանքի եւ բանակի հեղինակությանը։